Իրանի երկնքում ամերիկյան հրթիռներ են պայթում։ Օրեր առաջ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նոր բանակցություններ էին ընթանում Թրամփի մասնակցությամբ։ Թեպետ Միացյալ Նահանգների նախագահը մի շարք հարցերում դժգոհ էր Թուրքիայից, դա Վաշինգտոնին չխանգարեց շարունակել Իրանի շուրջ իր ռազմավարությունը։ Թրամփը հայտարարում է, Թեհրանը պետք է փոխի իր քաղաքականությունը, իսկ Իրանը խոստանում է պատասխանել։ Մինչդեռ գլխավոր հարցը մնում է նույնը, սա սահմանափակ գործողությունների հերթական փուլն է, թե ավելի մեծ պատերազմի նախերգանք։ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տեղի ունեցողը պետք է դիտարկել ոչ միայն որպես ռազմական դիմակայություն, այլ որպես բանակցային պայքար։ Այս իրականում ինձ թվում է բանակցային գործընթացի նոր մոդուսն է։ Այսինքն կողմերը մեկը մյուսին հարվածը հասցնում, զուգահեռ շարունակում են բանակցային գործընթացը, որպեսզի կարողանան փոխեն բալանսը սեղանի շուրջ։ Թեև կողմերը կրկին անցել են հարվածների լեզվին, դա դեռ չի նշանակում, որ բանակցային գործընթացը ավարտվել է։ Ըստ վերլուծաբանների, Իրանում շարունակում են թերահավատորեն վերաբերել ձեռք բերված պայմանավորվածություններին եւ չեն բացառում երկարաժամկետ նոր էսկալացիայի հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները կարծես շահագրգռված չէ լայնածավալ պատերազմի մեջ ներգրավել, սակայն փորձում է թույլ չտալ, որ Իրանը ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում։ Հենց այստեղ է ձևավորվում հիմնական դիմակայությունը ուժերի հավասարակշռության շուրջ։ Միացյալ Նահանգների համար ըստ վերլուծաբանի վաղուց դադարել է առաջնային խնդիր լինել միայն Իրանի միջուկային ծրագիրը։ Միացյալ Նահանգների համար Իրանի հարցը դարել է տնտեսական, ինքը միջուկային չի եւ տարածաշրջանում ազդեցության մասին չի, որովհետեւ Միացյալ Նահանգները վաղուց դեր Օբամայի առաջի կադենցիայից outsource էին անում իրենց խնդիրները դաշնակիցներին կամ գործընկերներին գետնի վրա։ Թուրքիայի գործոնն այս զարգացումներում եւս առանցքային է, ըստ Սերգեյ Մելքոնյանի, Վաշինգտոնի եւ Անկարայի շահերը բազմաթիվ հարցերում համընկնում են։ Թեև Թուրքիան շահագրգռված չէ Իրանի ամբողջական ապակայունացմամբ, քանի որ դա կարող էր նոր վտանգային խնդիրներ ստեղծել իր համար, Թեհրանի տարածաշրջանային ազդեցության թուլացումը կարող է բխել Անկարայի շահերից։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ հենց Թուրքիան կարող էր լինել այն գործընկերը, որի աջակցությունը կարևոր էր Վաշինգտոնի համար։ Ես կարծում եմ, որ Անկարայում Թրամփը որոշակի երաշխիքներ կամ աջակցության, այսպես ասենք, խոստումներ է փորձել ստանալ նաև Թուրքիայից եւ հատկապես Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան այն հիմնական դերակատարն է, որը այստեղ հողի վրա կարող էր իրավիճակ փոխել։ Ըստ փորձագետի, այս փուլում տարբեր դերակատարների համար առավել ընդունելի տարբերակը կարող է լինել ոչ թե լիարժեք պատերազմը կամ կայուն խաղաղությունը, այլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի պահպանումը, որտեղ կողմերը կփորձեն պահպանել իրենց ազդեցության գոտիները։ Զուգահեռաբար Թրամփը հայտարարում է, որ Իրանի հարցում համբերությունը սպառվել է, սակայն ըստ փորձագետի այդ կոշտ հայտարարությունները պետք չէ գնահատել միայն բառերի մակարդակում։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ քաղաքական եւ ուժային նպատակներ են ձևավորվում դրանց հետևում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հաստատված, ինչպես նշեցիք, փխրուն խաղաղության հասնելու համաձայնությանը ամենամեծ, ես կարծում եմ, խոչընդոտողներից մեկը կամ շահառուներից մեկը պետք է լիներ Թուրքիան, որովհետեւ Թուրքիայի համար այլևս ակնհայտ էր, որ եթե իրանական քեյսը այս պահին սառեցվի, Թուրքիան դառնալու է Իսրայելի, այսպես ասենք, հաջորդ հավանական թիրախներից մեկը։ Իսկ Հարավային Կովկասում այս զարգացումների ֆոնին ուշադրության կենտրոնում է նաև Ադրբեջանի ակտիվությունը, Արաքսի երկայնքով անցկացվող զորավարժություններն ու ուժերի ցուցադրությունն այս պահին սպառնալիք չեն Հայաստանի անվտանգությանը։ Սակայն Բաքուն փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ քաղաքական առավելություններ ստանալու համար։ Այսպիսով Միացյալ Նահանգների Իրան դիմակայությունը վաղուց դուրս է եկել միայն երկու երկրների հարաբերությունների շրջանակից եւ վերաձևավորում է ուժերի բալանսը Վաշինգտոնից ու Անկարայից մինչեւ Թեհրան ու Հարավային Կովկաս։